Սիրելի հայրենակիցներ, ներկայացում էր Միազգային ժողովի որոշման նախագիծ, որի հիմնական միտքը հետևյալն էր. Արդյոք ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը զգում է, հասկանում է պատասխանատվությունը, որ պատգամավորի վարքագիծը չափազանց կարևոր է հանրությանը մշակույթ փոխանցելու առումով։ Եվ ցավով արձանագրենք, որ քաղաքական մեծամասնությունը ոչ միայն հաղորդ չէ այս ամենին, այլ այն վարքագիծը, որ իրենք ցուցաբերում են, նմանվում է փոքր տարիքում ծես կերած երեխային, որը մեծանում ուժ է հավաքում, ունենց ընկերություն ունի ուժեղ, գալիս է սկսում է այն փոքր ժամանակի ինչ վատ բան է եղել, հարձակվում ու ծեծում է։ Վրեժխնդրությամբ շարժվել, ունես ձեռքդ հնարավորություն, որ իրավապահ մարմիններին կարաս ամբողջ ծավալով ուղղես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձի վարքագիծը դատապարտելու վրա ամբողջ ծավալով ուղղում ես, բայց քո խմբակի մեջ եղած անձի ապօրինի վարքագիծը պատրաստ ես մինչև վերջ պաշտպանել, անընդունելի ու մերժելի է ընտանիքի անդամների նկատմամբ որևէ ոտնձգություն։ Ես այս ամբիոնից ասում եմ, անընդունելի ու դատապարտելի է իմ համար այդ վարքագիծը, բայց որպես իշխանություն դուք ինչ եք անում, որ այդ երևույթները դատապարտվի ընդդիմադիրների նկատմամբ իրականացված, չեք անում ոչինչ, լավագույն դեպքում լռում եք, իսկ երբ որ հասնում է ձեր ընտանիքներին, մի հատ այնց հսկայական տեքստեր եք հրապարակում, որ աշխարհացունց բան է դառնում, այս վերաբերմունքը նաև այս դալիճում է, ոչ ոք այս պահին չի ասում Անդրանիկ Քոչարյանի վարքը հանցավոր վարք էր, թե չէ, ասում են ընդամենը ստեղծեք այդ մարմինը, թող քննի ինքը, բայց հիմա դուք եկաք հաստատեցիք, որ ոչ թե էթիկայի կանոնել, այլ հանցավոր վարքագիծ է։ Դուք ձեր վարքագծով, ձեր խոսքերով դրան եք տանում։ Փոխանակ ելնեք այստեղից եւ դատապարտեք այդ երևույթները եւ ասեք, որ այո, մենք պետք է ստեղծենք դա, պետք է քննենք, ինչու՞ չէ, նաև որոշակի ստանդարտներ էլ առաջ բերենք, բայց դուք հակառակն եք անում։ Հակառակը, ու այդ հակառակն անելով հանդերձ միաժամանակ արդարացնում եք հաջորդ բռնությունը, որը շատ չի ուշանալու, երբ որ իշխանական պատգամավորը կամ իշխանամերձ անձը մի այլ լրագրողի կամ պարզ քաղաքացու ուղղակի ոտնատակ կտա։ Եվ ինչպես որ տեղի ունեցավ օրեր առաջ պաշտոնատար անձ թաղապետի մասնակցությամբ։ Սա շատ մեծ կապ ունի, պարոն Քոչարյան, որտեղ այստեղից է սկսում ամեն ինչ։ Եթե այստեղից դատապարտումը լինի, այդ վարքագիծը կտարածվի նաև հանրության մեջ, ոչ թե անպատասխանատվությունը կտարածվի։ Շնորհակալություն։